Բարի լույս, ինչպես եք, հուսով եմ լավ եք, ես նույնպես լավ եմ, տրամադրությունս բարձր և այսօր ուզում եմ իմ ավանդույթը չխախտեմ ու առավոտը սկսենք մի բաժակ սուրճով, բայց մինչ սուրճին անցնելը, դե գիտեք, ասել եմ, փոխել եմ իմ օրակարգը, ես արդեն հասցրել եմ նախաճաշեմ, լիքը գործեր անեմ, անգամ քախան անեմ, հետո թարմանամ, իմ այս սիրուն բլուզը հագնեմ, իմ քուրիկի նվիրած, գիտեմ ասելու եք, բարով մաշես, ես էլ ասելու եմ, շնորհակալություն, շատ սիրում եմ այս երանգը, ուրախ երանգները միշտ էլ սիրում եմ, սևը մի տեսակ հոգնեցուցիչ է, և արդեն իսկ սկսել եմ սիրել շատ սպիտակը, տեսեք իրա երկարությունը, իրա թուլիկությունը, իրա վզի կտրվածքը, թևերը տրիչետ շատ եմ սիրում, շատ եմ հավանում, եկեք մի հատ էլ այս պուպուշներով հիանանք, սիրելիներս, հեռախոսս տեղ է թողել, ուրեմն քախան արեցի, եկա թարմացա վերջը մի խոսքով, մեկ էլ նայեմ քուրիկս այն ծանգım, մանուշակս, ահագին խոսեցինք, զրուցեցինք, միգուցե դեռ էլի զրուցենք, չգիտեմ, հիանանք, սիրուն պուպուշ վարդերով, այսքան մի բան, սիրելիներ ջան, առավոտս սկսվել է այսենց հավես ու հաճելի, տեսարանով, ժպիտով, հլա տեսեք, դուք էլ եք իմ նման կանգնում հայելու առաջ ու ասում, հայելի ջան, հայելի, ես ինչքան սիրուն ես մեկ, որ ուզում եք տրամադրությունը ձեր բարձացնեք, շփվեք հայելու հետ, Աստծուն շնորհակալություն հայտնեք, որ մենք արթնացել ենք, ապրում ենք, շնչում ենք, մեր երկիրը խաղաղ է, չգիտեմ, տուն ունենք, ընտանիք ունենք, փառք Աստծո, ես որ միշտ սիրում եմ իմ շնորհակալությունը հայտնեմ Աստծուն ու դրանից, որ բարձրաձայնում եմ երբեք չեմ ամաչում, օրը տաք է, բայց քամոտ ժողովուրդ, այն մասն եմ քախանել, հեսա, ճիշտ է, այն մեծ խոտերը հանել եմ կողքի դրել, մի քիչ որ հնարավորություններս ների, երևի թե մի անգամ էլ բակնել էլի կսարքենք ու արդեն իսկ, բայց ոնց որ սառեց եղանակը, առավոտ ավելի տաք էր, 8-ից արդում եմ, մի տեսակ չէի կարողանում քնել ու ինչ չանես, սեփական տուն, սեփական տուն, գործը միշտ կա, որ ուզես միշտ էլ կգտնես, մի խոսքով սիրելիներս, ինչ անենք, երեկվա տեսանյութը, մի տեսակ սենց խառը-մարն է ստացվել, չեմ էլ հիշում սրճել ենք իրար հետ, չենք սրճել, ես կողմ, են կողմ, դրա համար եկեք այսօր ավանդույթը չխախտենք, հլա մի հավեսով սուրճ դնենք, սուրճ խմենք, սիրուններս ու երեխեք ոնց եմ ուզում, որ իմ խոհանոցում ունեմ արդեն, ամիկ ասեք, ասենց, բանենց, բայց էլ բան չեմ ուզում եմ, որ բան չմնաց խոհանոցիցս, իմ նոր խոհանոցում սրճենք, նստենք, շփվենք, ասենք, խոսենք, զրուցենք, այնքան եմ սիրում, ասել եմ, չէ, ես տրիչետ վերց թևերի համար խելքս իմ է չի, շատ հարմար չափագործ անելու չի խանգարում, չգիտեմ, մի քիչ մածուն ունեմ, մի քիչ սմետան ունեմ, մտածում եմ, այն որ արդեն 2 օրվա, 3 օրվա է, մտածում եմ
երևի թե մի փոքր լատուշկի մի բան կթխեմ այնքան լավ է այսօր տրամադրությունս այնքան ուրախ եմ էլ ասելու չի Ես ջան ուզում եմ ուրախությունս փոխանցել ձեզ, քանի որ այս դառն ու դաժան աշխարհից միշտ ենք տանի, եթե ոչ մի լավ վերաբերմունք, մի լավ խոսք, մի լավ զրույց, ինչ ասեմ, մի լավ փոխհարաբերություն, ուրիշ էլ ոչ մի ուրիշ բան, որովհետև ուրիշ բաներ ուշադրություն չեմ էլ դարձնում Չեմ սիրում, եթե մի տեղից մի բան էլ ասում եմ, դե ուրեմն երևի թե ես այդքան նկատելի եմ, երևի թե ինձ այդքան շատ են սիրում, որ այդքան ինչ-որ մի բան ասում են, իհարկե չակերտների մեջ է ասելն էլի, իսկ մյուս դեպքերում, այո, շնորհակալ եմ ձեզ, շնորհակալ եմ, որ դուք կաք, շնորհակալ եմ, որ դուք ի սկզբանե վստահեցիք իմ այս ձեռքերին, դարձանք միացիր ու հավեսով ընտանիք, հետո այդ ընտանիքից զատ եկանք հասանք Անահիտ Ալեքս էջ, որտեղ աուրան ավելի ջերմա, ավելի տաքացնող է, որտեղ շփումն ավելի սերտ է ստացվում, խոհանոցից զատ Քանի որ ցույց եմ տալիս իմ առօրյան, դե առօրյայում ինչ ենք անում, արթնանում ենք, տան գործերով ենք անցնում, սուրճ ենք խմում, հյուր ենք գնում, հյուր ենք ընդունում, տան գործ ենք անում, ասում ենք, խոսում ենք, կիսվում ենք, այդ սովորական տնային տնտեսուհի եկավ կոֆես առօրյանա, իսկ դե Ալեքս ջան, գնա արևս, հա սրտիկս գնա, լավ, Պարոն տրամադրությունս չբարձանա, Տեր Հիսուս, գոհ եմ քեզանից, իսկ օրինակի համար, եթե աշխատեի ուրիշ ոլորտում, սիրելի հետևորդներ ջան, Բնականաբար տան գործերից են կողմ ցույց էի տալու օրինակի համար իմ օֆիսը, իմ արտադրամասը, հա, այն օրը իդեպ հայվանույս եկել ասում է, այ Աննա ջան, այդքան լավ էփում թխում թափում, վերջը մի խոսքով ասում եմ ստոպ, թափելը մի կողմ, ես չեմ սիրում թափել, այդ ահագին ծիծաղել էինք մեկ էլ ասում է խի չես մի պուճուր ցեղ դնում տորթեր թխում էս կողմ են կողմ ասում եմ չէ դու չես նկատել նախ դա մենակ է գործ չի դա լիքը ֆինանսների հետ կապված հարց է եւ պլյուս դրան այնա իմ համակարգացիները անում են ես էլ պետքի դեպքում իրանցից օգտվում եմ այս կես կատակով, կես լրջով, բայց մի խոսքով էլի, ասածս ինչ առակս, ինչ կցուցանեմ, որ եթե ունենայի իմ սեփական աշխատասենյակով լավագույն դեպքում օֆիս, սենց հավես բաներ, պարզավոր մեկ էլ վլոգներս տեից կլնեին, իսկ այս դեպքում իմ տնից, որ փորձում եմ օր-օրի դարձնեմ բարեկեցիկ, իմ երեխում մանկության քայլած վայրերը փորձում եմ, ոնց ասեմ, էլ ավելի լավնացնեմ, էլ ավելի թարմացնեմ, էլ ավելի բարեկեցիկ ու հարմարավետ դարձնեմ մեզ, սիրելիներս, դրա համար էլ, ինչա ինձ թվում, որ ստոյ ու բացա, դրա համար էլ, սիրելի հետևորդներ ջան, նկարում ենք սենց վլոգներ խոհանոցից զատ այդքան մի բան իսկով շատ է սիրում Ալեքսին Աստված առատապես օրհնի
ու մի տեսակ չեմ էլ պատկերացնում են տեսակի մարդ, ոնց ասեմ, գիտեք, մեկ եղել է նմանատիպ բաներ, չեմ ուզում տրամադրությունս փչացնեմ, իրանց արդեն մայրը, մաման, ոնց կարա ուրիշ երեխուն քննարկի, ուրեմն բազմակետեր, էլ չշարունակենք, չուզեցա տրամադրությունս փչացնեմ, բայց ոնց որ ինչև է, ես դրել եմ իմ սուրճը, եկեք դուք էլ ձերը դրեք, մի հատ նստենք, հավեսով կոֆե խմենք, ասենք, խոսենք, շփվենք, սև ամպերա որ գալիս են, բայց թե ոնց են ասում, սև ամպեր հեռացեք, արև ինչ ամպատվեք, հուս ունենանք, հուսանք, որ արևա լինելու, այսօր Ալեքսն ասում է, մամ, առավոտը զարթնելա, ասում է, մամ, այդ ոնց է, որ ծառերը դեռ չեն ծաղկվում, ինչքան ուզում է սովորացնեմ, որ Ալեքս ջան ծաղկվել չի ծաղկելա, միևնույնն է, ընկերուհիս դու ինձ կներես, մի փոքր էլ շփվեմ բարեկամներիս հետ, հետո կզանգեմ, երկար բարակ կխոսանք, այստեղ իմ մոտ ընկերուհին է զանգում, սիրում ենք առավոտները զանգել, շփվել, ասել, խոսել, մի խոսքով։ Իսկ սրանից առաջ երեք նայում եմ Մանուշակը վիդեո ա դրել, ներողություն Ալեքսը, ասում է, մամ, շուտ արի, դե հոլովակ էր չէ դրել, որ ոչխարներն են խուզում ես կոմ, գլուխը կապել էր, երեխեն ասում եք էլի ենքան բարի սիրտ ունի, որ ասում է, մամ ջան, դարի տես Մանուշակի գլխին ինչ ա պատահել, էտա որ բացատրեցի, հա լավ ասում է, ես հասկացա, ու առավոտը, մինչև ես ուզում էի, որ զանգեմ իրան, ես կոմ ասում զանգել, ասում է քուրիկս, առավոտից քու մասին եմ մտածում, ասում եմ ես էլ, ու ասում եմ, գիտես, Ալեքսը սենց բան ասում, վայ ասում է, բալաս, որ չի ասում բալաս, են սրտիս թերելերը, մի տեսակ սենց տաքանում են մի ուրիշ ձևով։ Այդքան մի բան, եղեք շատ սիրում եմ, այս գույնը ինքը կարմիր չի, սենց հետաքրքիր, չգիտեմ տեսախցիկը ճիշտ ա փոխանցում, սխալ ա փոխանցում, բայց սիրելի հետևորդներ ջան, մալինովի երանգին խփող երանգ ա ու շատ սիրում եմ, վառ գույների սիրահար եմ ես, եթե նկատել եք, ու մի տեսակ թե գարունը իրա գույներով ա չէ, շատ սիրում, ու ուզում ես օրդ փոխես, տրամադրությունդ փոխես, մտքերդ փոխես, թեկուզ հագուստիդ գույնով, ու փորձես քեզ լավ զգաս։ Հիմա քանի որ այսօր այդպես չոտ անելիքներ չունեմ, երեք ինչ պետք էր արել եմ, այսօր էլ նենց մի երկու թեթև գործեր համարյա թե վերջացրել եմ, ինչ ա մնում ինձ անել, դուրս գալ, մի քիչ քայլել, թարմոց չնչել, ասաց Ալեքսիս, ու տեսնենք ինչ ենք անելու էլի։ Սրտի թրթիռով սպասում եմ խոհանոցիս ավարտին, տենց առնեմ, չէ, որ արդեն վերջերն ես հասնում, մի տեսակ ոնց որ սենց համբերությունը սպառվի, բայց այդքան բան, սիրելի հետևորդներ ջան, բարեկամներ ջան, հարազատներ ջան, բակը սիրուն, տյուլպանները բացվել է, ու իմ աչքը, որ քանի այստեղից էլ աչքս ընկնում է, չէ, ինքան սիրուն է նայվում, ինքան հետաքրքիր է նայվում, որ էլ ասելու չի, սիրուններ ջան։ Հիմա երեք մի քիչ տեղից, մի քիչ ընդեղից, հենց խառը նկարեցի,
մեկ հետևորդներ ունեմ, որ հենց ասում են, Անահիտ, գիտես ինձ ինչա դուր գալիս, ես ասում եմ ինչ, ասում են, որ ստեղից ընդեղից հավաքում ես, ու զետեղում ստացվում մի հատ վիդեո, ասում են, ոչ թե ասում են այդ տիպի վլոգները ավելի հետաքրքրությունով ու հաճույքով ենք նայում, հիմա երևի թե երեկվան է, այսօր օրը ուրբաթ, այդ օրնա, ինչի տենց խառը ստացվեց իրելի հետևորդներ ջան, որովհետև երեք եղեռնի օրներ, փառք Աստծու մենք ճիշտ է, մենք էլ 20 թվի սարսափելի պատերազմը տեսանք, դրանից առաջ 90-ականների պատերազմը տեսանք, բայց եղեռնը չենք տեսել, բայց չես էլ մոռանում, չէ, միշտ հիշում ես, որ բերանով ես արտաբերում 1,5 միլիոն հայ, մարմնովդ սարսուռ անցնում էլի ու չէր զնի սենց ուրախ զվարթ դնես ու վիդեո նկարես, չեղավ, մի տեսակ խառը ստացվեց ու ոնց ստացվեց, հենց այդպես էլ տեղադրեցի, որովհետև մարդ ես, մի օր խառն ես, մի օր շատ ուրախ ես, մի օր շատ աստվածչանի նեղված ես, մի օր ուղղակի քու սովորական օրն ես ցույց տալիս, մի խոսքով, կաս նենց, ոնց կաս, ինձ թվում է մարդը չի կարա մի ատոմ ձևով ապրի, անընդհատ իրան ցույց տա հանգիստ, խաղաղ, ադեկվատ, կիրթ բառապաշարով, ոսկեղենիկ հայերենով կամ սովորական հայերենով, առօրյա խոսակցականով, մարդ ենք, բառերի մեջ էլ կարանք տարբերվենք, պահվածքի մեջ էլ, իհարկե դեպի լավը Աստված հեռու պահի չարից ու վատից, հաճույքով խմեցի սուրճը, իմ սուրճի բաժակների մեջ ամենահոգեհարազատ բաժակը սա է, որովհետև մի 7-8 րոպե ինքը տաք եռման սուրճը պահում է, ու այն վերջի կումից հետ, ինքը սենց եռման հաճելի ձևով ես էլի խմում, սառը սուրճ խմողները չեն սիրի այս բաժակը, այդքան բան, սիրելիներ ջան, դրա համար երեկվա վլոգը մի տեսակ ուրիշ ձևի ստացվեց, բայց ոնց ստացվեց, ոնց փորձեցի ներկայանալ, հենց այդ ձևով էլ փորձում եմ ներկայանալ, սիրելիներ ջան, ինչև է, հիմա այսօր արդեն իսկ ապրիլի 25-ն է, երեկ մտածում եմ, ասում եմ Աստված իմ, այս ապրիլ ամիսը մի տեսակ շատ շուտ անցավ, մենք Նիկայի հետ ասում ենք, դե երբ էր, ամսի 30-ին եկավ, մեկ էլ նայենք նորից էլի 30, մեկին եկավ, նայեմ ես արդեն 30-ն է, սենց ասում եմ, այ Նիկա, այս երբ անցավ, իմ համար շուտ անցավ, թե քո համար էլ, ասում եմ, ես վաբշե ոչինչ չհասկացա, բայց թե էդ էր, ինձ թվում էր մարտը շատ շուտ անցավ, բայց ապրիլը ոնց որ աչքերս բաց եմ փակեմ, ապրիլից մենակ մորս ծնունդն եմ հիշում, ներքևի դուռ պատուհանը բացել եմ, ոնց որ թե անձրև է սկսում, երեխեք պետք է մեզ պատերը չորանան, ու այդ վերջի շպակլյով կա, ներ կետբաներ նարվի, ու որ այսօր լավ եղանականներ չէ, երեկվա պես, հաստատ կչորանար, այն էլ, մաման ասեց այսօր անձրև ա տված, ես էլ չեմ հետևում, որովհետև գիտեմ, ինքը պարտաճանը շպիոնների պես հետևում ամ, իրա գործի բնույթն ա դե էդ, անընդհատ դրսում, անընդհատ գործի, մի խոսքով, սիրելիներ ջան, ստեղ կակտուսը 3 ճյուղ ա տվել, ու չեմ կարող հասկանալ, սա ճյուղ ա թե կոկոն, կոկոն, հա, կոկոն վարդես,
Գոգոմով տեսյալը ջան սրտի սարքնես չէ, կատենց երկեր բայց երևի կյուրն է անցած տարի սա ծաղկել էր, այս տարի էլ եմ ուզում ծաղկես կակտուս ջան, ոնց համոզեմ քեզ, որ ծաղկես ինչևէ, սիրելիներ ջան, ինչ կլինի, որ այս անձրևը չկա, այ տրամադրությունը սնգավ, հույսում էի, որ այսօր այդ պատերը չորանար, վաղը արդեն գործ կանեին, երեկ էլ հույս չկար, որ կգան, նկարահանում եմ անում, կարծեմ այդ պահն էլ ա ֆիքսվել, դե ես չեմ կտրտում սենց իդեալական ներկայանում, ոնց կամ այդ պայն ջղայնանում եմ, նկարում եմ, այդ պահը խոսքի տուն մարդ եկավ, որ գիտեմ կուզենա իրան ցույց տամ, ցույց կտամ, որ չէ, սենց կիսատ ցույց կտամ, արդեն ես գիտեմ, իմ ոնց են ասում, իմ կադրերին լավ գիտեմ, ու երեք նկարում է, վայ մեկ էլ տենամ իրանց մեքենան, ասում եմ, յա, բայց այսօր ոնց որ չեն գալու, կարծեմ այդ պահը ֆիքսվել է, մեկ էլ են ասում եմ, բայց երեք ասիք չեք գա, մի խոսքով երեք էլ գործ ունեին եկան, առանձին տեսանյութ եմ հավաքում, որոշեցի, որ սենց առօրյա է մեր հետո ասի չէ, հավաքեմ առանձին սիրուն տեսանյութ սարքեմ, տայներ հետո հաճույքով կնայվի էլի, ինձ տենց հա թվում ու երևի թե ճիշտ էլ թվում ասխալ չթվում, այնպես որ սիրելիներ ջան, մեր քաղաքում արդեն կարգին գարուն է, երեք շատ տաք էր, լավ էր, այսօր էլ առավոտից այս թեթև բլուզը հավեսս տվեց, ասի հագնեմ սիրուն հաճելի ձևով, համ ուզում էի տնից դուրս գամ, համ էլ խոհանոցայինի համարել եմ, հա, ուզում փոքր նկարահանում անեմ, այ հագուստի համար եք չէ, շատ ասում, գիտեք, օրինակ մեկը բժշկուհին արթնանում է գնում իրա գործին, հացթուխը իրա գործին, ոնց ասեմ, ես էլ երբ որ նկարահանում ես անում, սա էլ չէ գործ, որովհետև գիտենք բոլորս էլ, որ օնլայն հարթակում YouTube կլինի, ոնց Instagram, Facebook, TikTok, կարծեմ TikTok-ն էլ վարձատրում, բոլոր հարթակում էլ վարձատրվում ես, եթե աշխատանքային կանոններին ճիշտ ես հետևում, կապ չունի Ռուսաստան կապրես, ճիշտ է Հայաստան, մեր համար, օրինակ ինձ որ հետևեն, ինձ չէ, բոլոր բլոգերներին, որ հետևեն Ռուսաստանից, մոնետիզացված չի, քանի որ, այսպես ասած, գիտենք երկրի իրավիճակը շատ չմանրանամ պետք չի, իսկ բլոգերների համար կապ չունի, որովհետև աշխատելու ճիշտ ձևը կա, մարդիկ աշխատում են, իրանց գումարը վարձատրվում են ու ճիշտ չի էլի տնական հագուստով օրինակի համար ներկայանամ խոհանոցային էջ, դրա համար երկար ծանր ու թեթևանելուց հետո ես գերադասում եմ այն չակերտավոր գործերս կադրից դուրս, այս ինչքան ժամանակ է արդեն տենց եմ անում, հա, իսկ այն գործերը, օրինակ այս բլուզով կարամ փոշիներս վերցնեմ, մի խոսքով սենց թեթև գործեր, որ արդեն անեմ, տան մեջ արդեն հագնում ես այն ձևի շոր, որով որ կնկարահանես քո առօրյան, բացի դա ապրում ես փողոցին մոտ, դուրս ես գալիս անընդհատ, գնում ես, գալիս ես, օրը մի 10-15 անգամ հետի պես դուրս եմ գալիս, քաղաքում փառքաստու ճանաչում են, պատկերացնում եք 10-15 անգամ դուրս գաս ու անընդհատ հանի, հագի, մի տեսակ չի լինում են, ինչը որ էկրանից են կոմ, մարդիկ պատկերացնում են,
Դրա համար սիրելի հետևորդներ ջան, մեկ որ պահի տակ ուզում եք ասեք, եկեք մի հատ պատկերացնենք այդ պահը ու նոր ասենք։ Այդքան բան պարզավոր ես այս բլուզը չեմ հագնի, բաղնիքի մաքրություն անեմ, պարզավոր ես այս բլուզը չեմ հագնի, օրինակ առավոտ ընդեղ քախան անեմ, չկա նման բան, կամ ռեմոնտից հետո գնամ խոհանոցից մաքրեմ, թեպետ արդեն ափայլում, քիչ-քիչ իրանց հետևից հասցնում եմ, մաքրում եմ, մանավանդ են խողովակները ուզում ես, չէ, որ փայլում հետի, մի խոսքով, որը նոր են դնում, որն էլ եթե հիննա մաքրելա, չէ ուզում։ Այդքան բան, սիրելիներ ջան, եղանակը մտնում է, ինչը վկայում է, որ սելավ ա գալու, ու դրանից նեղվում եմ մի այլ կարգի։ Այդքանը, սիրելիներ ջան, հիմա ուզում եմ գնամ մի հատ խանութ, հետո գամ ու խոհանոցային էջի համար մի փոքր նկարահանում անեմ, հետո տեսնեմ որտեղ ենք հանդիպում, մի պուճուր, մի բաժակ մածունով, մի համով բան թխեմ, միշտ ասել եմ, չէ, այն օրն ով էր գրել, չեմ հիշի ով էր գրել, բայց այդ ձևի դիետային պահում դիետայի թեման էլ չլներ, ինչ ենք խոսալու, մեր կյանքից, մեր առօրյայից, բոլորս էլ գիտենք, որ ոնց ասեմ, օրինակ մեկը մյուսի հետ փոխկապակցված բաներ են ու հասկացողը նմանատիպ բաներ չի ասի, որովհետև ցանկացած մարդ ապրում է, գոյատևում է, օրվա մի ժամանակահատվածում սնվում է, հետո կամ աշխատում է, կամ իր գործերով է զբաղվում, հետո էլ թեյում է, մի խոսքով, ու բոլորս էլ մի տեսակ ոնց որ ապրում ես ապրելու համար, ապրում ես սնվելու համար, սնվում ես ապրելու համար, սնվում ես աշխատելու համար, աշխատում ես սնվելու համար, այս փոխհարաբերությունները, փոխկապակցությունները շատ են, ինձ թվում է անգամ են 2-3 տարեկան երեխաներն էլ դրանք գիտեն ու չարժե դրա վրա մանրանալ, սիրելի հետևորդներ ջան։ Ու երեք մի հատ հավեսով ու հաճելի գրառում եմ ստացել, գրել էին, որ Անահիտ ջան, 2 ձեռքի նշան էին դրել, ես սկզբից հետևել եմ քո ձեռքերին, քեզ շատ սիրել, համբերատար սպասել մինչև տեսել եմ քո դեմքը ու հավատարիմ հետևորդի նման հետևում եմ քեզ մինչ այս օրը, մինչ այս պահը, հետո ընդեղ էլի հետևորդներ կային, իրանք էլ ուրիշ ցևի գրառում էին արել, այնքան էի ուրախացել, չեք պատկերացնի, գրել էին, որ այ Անահիտ ջան, ախր ինչի ես ուշանում, հեռախոսը ձեռիս, քեզ տեղից տանում եմ մյուս սենյակ, այն մյուս սենյակից այն մյուս սենյակ, դառել ես իմ տան անդամը ու չի լինում օրս առանց քեզ, չեմ ուզում կոֆե խմեմ առանց քեզ, ժողովուրդ այնքան շնորհակալ եմ ձեր այդ մոտիվացիայի համար, ձեր այդ ջերմ ու բարի խոսքերի համար, ձեր լավ մոտեցման համար, ձեր ինձ սիրելու համար, ես էլ ձեզ եմ շատ սիրում ու հարգում, որովհետև մենք հարուստ ենք մեկս մյուսով, սիրելի հետևորդներ ջան, այնպես որ բոլորիցդ շնորհակալ եմ անձառանց, բոլորիդ շատ սիրում ու հարգում եմ և ոչ մեկի հետ խտրականությունով չեմ շփվում, գիտեք, ես ինքս սիրում եմ շփվելը, ասելը, խոսելը, իմ աշխատանքի բնույթն է դա ու փառք Աստծո, սոցկայքերով մարդիկ ովքեր ուզում են, փորձում են, շփվում են ու տեսնում են, որ Անահիտը իրականում ինչ տեսակի անձամբ, այնպես չի, չէ, սենց կատակով մի բան կա, ասում սուդում նուրիշ ես ասում, սուպրում նուրիշ, իմ մոտ այդպես չի, սուդում էլ եմ նույն բանն ասում, սուպրում էլ եմ նույն բանն ասում,
ովքեր շփեր չէ։ Ես գիտեմ, որ այդպես է, դուք էլ գիտեք, որ դա այդպես է, եւ շնորհակալ եմ ձեզ հենց այդ ամենի համար։ Սիրելի հետևորդներ ջան, եկեք իրար հետ վազելով իջնենք ներքև, դուր լուսամուտ փակեմ, քանի էսա, այ, քանի սարքածը չի փչացել, թութոներս, այ թութոներ, այ սիրուններ, ես մի դուրս փակվել է, բայց չի, կարող է մայրս այդը փակե, հա էլի, մայրս է փակե, եկեք ես էլ փակեմ, ես էլ սենց անեմ, ու սենց գնանք, Քիզին չորանա, նեղացնում է, ես էլ չեմ ուզում բլիթ ավառել, որ ճիշտն ասեմ, որովհետև այնքան ես վառում ու վառում, որ արդեն այս ամիս ուզում ես գոնե մի քիչ վառես, որ բյուջեի, տնտանեկան բյուջեի հաշվարկը ճիշտ լինի, էլի, սիրելիներ ջան, այ, եկեք իմ ես պուպուշներով էլ հիանանք, ոչինչ թե թաց կլնեմ, հելստե իսրտե նվիրում եմ ձեզ, այս են սիրուն ու սիրուն, երեկ ընկերուս ասում այնց մի ատյուր բան կտաս, ասում եմ չէ, ասում են այդ դու այդ ձևի մարդ չես, ասում եմ բայց մի հատիկ, չեմ սիրում հայաթի ծաղիկը պոկեմ ծուն դնեմ, նայեք ինձ սիրունա, ու մեկ էլ որ պոկեց սենց ինքը դե ճրճուրում աչե վայ լավ էլի ասում եմ, մի մեղկա, այ ասում են այդքան ծանր ես տանում, ասում եմ հա, հեսա, այ եսա պոկել, բա օխ, ոտքս, բա հել է սրան նոյկելի, ես ինձ սիրունա, ես ինձ սիրուն, ես ինձ լավն ես, չէ, լավն էր, վազեցինք, թութակներիս կերը տվել եմ, ջուրը տվել եմ, ինչ էի ասում, թութակներիս կերը տվել էի, ջուրը տվել էի, սաղ տվածա, եկանք վերև, շա, սիրելիներ ջան, ես էլ ես, հիմա գնամ սպաղվել իմ գործերով, ուրեմն ասում էի, չէ որ սև ու մութ ամպեր են հավաքվում, միս է լավ եկավ մի անձրև, այդ ընթացքում մի երկու գործ ունեի, թեթև ուզում էի տնից դուրս գամ, մի քիչ գնայի քայլեի, ամեն դեպքում չստացվեց, հիմա էլ արդեն Ալեքսիս գալու ժամն է, էլ գնալը բացառվում է, խանութ էի գնացել ու Ալեքսներ, խանութ էի գնացել ու ասեցի մածուն վերցնեմ ես Ալեքս, հա, դե ոչինչ, լավ, ես Ալեքսը գատենա ես մածուն եմ առել, նեղանալու է, բայց թե ոչինչ, մածուն առա, երեխեք, տարվա թրենդն եմ առել, 2025 թվի, օծանելիք ճիշտ է փոքր միլիով, որովհետև դե մեծ արժեքներ, սկանդալ, հա, ախ, ու ինքը, այն որ, ոյ,
Անտիր ինքը ֆրանսիական է, սենց գրամներով վաճառում են մեր նման մարդկանց համար հասանելի ու լավն է ու բույրը որ խենթացնող է շատ լավն է, եթե կհետաքրքրի սկանդալ իր անունը հա, սպասում ես? Հա երեխեք ջան, ստեղ ես շտերն էի հատակի հանել, մտածեցի կարող է մարդիկ կլինեն, որ ոնց ասեմ վառելանյութ իրանց պետք կգա, են էլ իզուր տեղը չթափեմ, էլի թափելը կա ու կա, ասեցի չթափեմ, այ ընտիր են էլ բանալիս չտարա ուր ես գնում այդպես արագ գնամ սոդա բերեմ փորձենք մի համով բան տխենք երկու ալածիկ կարելի է տխել ու վայելել ոնց եմ ուզում անձրևը չգա նենց էլ չորացավ թվում է թե սկի անձրև չի էլ եկել բայց էլի մաղում է վատը մենակ դա է երեխեքը տուն են գնում զանգի ժամն ավրեմ հիմա վաղուց էր վերջ անգամ Տրուսարձին էի առել ու վերջ ինչքան լուսամուտ ու դուր կա այս ներքև սաղ բացել եմ որ թափողվի անգամ շուտ չորանա նիստեից սոդան տանեմ ռեմոնտի հաշվար կա ով է հենց նեղանում ենք ես կողմ են կողմ բայց հետո էլ որ սիրում վայելում ես ասում ես դե լավ է տա կյանքում ոչ մի բանը անվճար չի վտանգավոր է հիմա ես ստեղ Տենամին բան չկա մեկ հեշտ գործողություն անելու համար սա ստեղ կարամ դնեմ ալուր տանեմ մի քիչ պեսոք շիելիներ ջան տութոներս Սիրուններս, անուշներս, փնթիներս, ես մեզ ալուր, մեկը թողամ, որ Ալեքսիս գործի դնեմ ոնց չկա Ալեքսը որ մի քիչ ուշանում է, չէ անհանգստանում եմ մի այլ կարգի ալադուշկի տխենք նիկա է սիրած բանն ինքը վիշնյայի որապայ սոկով ասիրը
Մենք էլ ուղղակի Բահարից պատարակաղով կանեմ, լավ թողոտ մի տենց կանեմ, մենք էլ հետ չգնամ, սիրելիներս, այդ էլ ատենց, Ալեքսը ես ախում եմ, որ Ալեքսը սկսում է ուշանալ Ալեքս Անգմել եմ չի վերցնում իմ տղեն ինչև է հուսամ կգա որովհետև զանգեց ասավ ման դասերս պրծել եմ ես էլ ասի արի ասի ջան եկեք այս սիրուն ամանը վերցնեմ ուզում էի խոհանոցայինի համար նկարահանում անեի են էլ գործերով ընգած զրույցով ընգած չստացվեց կարևորը հանգիստ եմ եթաց ճաշ ունեմ պես եմ վերցնում հետո ինչ ենք անում սա ենք անում ձու մի հատ երկու հատ բնական հա սենց ասեմ բնական ու բնական Աչքս ջուր կտրեց Մեմեսխի ես սենց դժվար գալիս Հա լավ ես Դե ազմ Էդ շորս բեր էլի հետըտ Դե բեր ասի ջան Սիրտս տեղն ընգավ ինչ թակցնեմ մեղտես Այս սենց բաններ ապրին բալեն բեր Էդ ալուր պեսոկի ամաններն էլ բեր ես Ինչ ես անում որ Ուսմ եմ համով բան Ինչ Ալաձիկ Ալաձիկ չեմ ուզում Բա ինչ ես ուզում ջղային ես այլ մի հատ բա չեմ Չէ ջղային չեմ Ջղային չես դեպսի Չէ ալաձիկ չեմ ուզում Հա Զացխի ալաձիկ Ոնց ասես Բաժանովն ինչ ես կարևոր Վայրում ֆիքսացիել է բաժանովներ Ոնց է գրավը կես հատար լավը Շատ ապրեստո Են մեկն էլ բեր Կուվկետով հակոչկետ Միրանանը Բայ ապրի մի դենա Շատ ապրի մի դենա Մեկ ինչ լավ երեխեք կան Մեր դասարան
Բայց դու չեք արի ես քեզ միակ փաթաթվեմ, Հա։ Սիրունը, իմ ամենաթանկ, երեխեք, ժողովուրդ, հա, զանգել էի ասիջան, ինչքան կարաք, սեր տվեք ձեր երեխեքին, որովհետև ծնող զավակ հասկացության մեջ չկա սահմանափակում, վա երեխես մի տարեկանից դառավ 11 տարեկան, ուրեմն ինքը մեծանում է, էլ չեմ կարա պաչեմ, էլ չեմ կարա փաթաթվեմ, էլ չեմ կարա սիրեմ իրան, ոնց չես կարա, եթե դու ծնող ես, եթե դու մամա ես, եթե դու պապա ես, ոնց չես կարա։ Ծնողական սերը չափ ու սահման չունի, զավակ ծնող սերը չափ ու սահման չունի, չգիտեմ, ես որ հիշում եմ իմ ամուսինը ոնց է սիրել իր ծնողներին, ոնց կարելի է, կամ վերջը էլի, այ որ ասեմ ես եմ սիրում, պետք ասեք, վա ինքնագովեստով է զբաղվում, ես եմ անում, բայց այո, ինչու չէ, ցավոք այսօր զավակներ կան, որ իրանց ծնողներին ծերանոց են ուղղորդում ու սենց միտք կա, չէ, ասում է մի կառուցեք է ծերանոցներ, դաստիարակեք ճիշտ զավակներ, դրանք հենց այնպես խոսքեր չեն, դրա տակ լիքը տողատակեր կա, դրա համար ես կարամ տեսախցիկն անջատեմ, քննադատություններից փախնելու համար առանձին իմ երեխին պաչեմ, ոչ եւ էլի ոչ, որովհետեւ ծնող զավակ հասկացության մեջ, առողջ հասկացության մեջ ամոթալի ոչինչ չկա, ամոթալին, ոնց ասեմ, արհամարվելն ու քննադատելն է, իսկ ես չեմ սիրում քննադատել, եթե քննադատում են, արհամարում եմ, որովհետև ոնց ասեմ, արհամարանքը ամենալավ վիրավորանքն է ու հզոր զենք է, բայց երբևիցե չեմ սիրում ոչ մեկին քննադատել, որովհետև ամեն մարդ ինքն իր համար մարդ է, ինքն իր համար առանձին անհատ է ու բոլորս էլ մարդ ենք, բոլորս էլ հայ ենք, յան ենք, չէ, եկեք իրար շատ սիրենք, էդ էլ հո, ես իմ ինչով չի, ընդամենը նորմալ, առողջ, ադեկվատ վերաբերմունք է, որ կարողանանք մեկս մյուսի հանդեպ ցուցաբերենք, սիրելի հետևորդներ ջան, ես ձեզնից դժգոհ չեմ, ես միշտ նկատում եմ, որ դուք մեզ շատ եք սիրում, իմ Ալեքսին շատ եք սիրում, շատ եք մեզ ոնց ասած թևեր տալիս, թիկունք տալիս ու շնորհակալ եմ, որ հենց դուք եք իմ լավ ու բարի հետևորդները, այնպես որ տենում եք այսօր ինչքան տրամադրությունս լավ է, տրամադրողը վարակիչ է դեպի ձեզ ու ախր մի լավ բան անենք էլի, լավ բան, լավ խոսք, լավ միտք, լավ արարք, լավ գործ, լավ ցանկություն, վատը Աստված չանի հենց կգա քեզ կգտնի ու կկպնի, որ չի էլ փոխվի։ Այդքանը, այ հմի գնացի ալածիկ թխելու, գնացի։ Բոլոր բաղադրիչները մոտեցնելուց հետո վերցրել եմ թասը, սովորականի նման, այսպես ձում թեթևակի հարում եմ, ավելացնում տաք մածունը, սիրելի հետևորդներ ջան, ու մի հատ այսպես լավ հարում։ Այսպես, հիմա կավելացնեմ կես թեյ գդալախ, կավելացնեմ
2 ճաշի գդալի չափով ուրեմն շաքարավազ կդնենք, որից հետո թեթևակի կխառնենք, շատ հավել չի պահանջում, գիտեք, ավելացնելու ենք 2 բաժակ ալյուր, ոչ ավել, ոչ էլ պակաս։ Տեսակ, որ մածունը սոդայով չբացեցի, այլև կավելացնեմ հիմա, միթեի գդալել, սոդա, սիրելիներս, ու կփորձեմ հարել, այսպես, հարելու ենք լավ, գիտեք, որ գնդիկներ չառաջանա, արդեն իսկ սոդան սկսեց գործել, տեսակ, մոտեցնեմ, ինքան լավ գործեց, հլուստ է նայել, տեսեք, սկսեց գործել ընտիր ձևով, ավելացնում եմ ալյուրը, եթե դուք չափաբաժնով եք թխում, կես լիտր կաթնամթերքի համար, մինչև 2,5 բաժակ ալյուր, բայց նոր խոհանոց մտած դեռահաս աղջիկների համար, որպես փոքրիկ խորհուրդ, ասեմ, որ ալյուրը միանգամից չլցնեք, աստիճանաբար լցրեք ու հասկացեք, միգուցե կա, չէ, ասում ենք, կաթնամթերքի խտություն, ձվի խտություն, ալյուրի խտություն, դրա համար միանգամից և ճիշտ չի և ցանկալի ալյուր ավելացնելը, սիրելիներս։ Այսպես փոխարինենք գդալի, տեսեք, առաջին հայացքից կթվա, որ բավական է, բայց ոչ։ Նորից ավելացնենք։ Եվ այսպես ստացա համապատասխան խտության խմոր, որ գդալով վերցնենք և ինքը այսպես արագ կտեցվի, տեսեք, թողելու եմ մի 10-15 րոպե հանգստանա, սիրելի հետևորդներ ջան, որից հետո տեղափոխվենք գազօջախի մոտ։ Ահա, սիրելիներս, որոշակի ժամանակ անց տապակն արդեն լավ, տաքացել է, շատ քիչ քանակության բուսայուղ եմ ավելացնում, բոլորս էլ սովորենք, չէ, որ մի տեսակ ալազիկի դեպքում շատ է լինելու բուսայուղը, բայց ես էլ կասեմ, որ ոչ։ Այսպես ավելացնում ենք, կրակը իջեցնում ու մարմանդ թխում, ստացվելու են, գիտեք, փափուկ, նուրբ, իդեալական ալազիներ, փակած կափարիչով եմ թխելու, այսպես։
Գազը թողնել իջեցնեմ, սպասենք թխվի և շրջան, մյուս կողմն էլ թխվի ու միջուկն արդեն ցույց կտամ ձեզ։ Բավականին մարմանդ։ Այսենց համով տեսարան եմ բերել, եկեք անադուշկի հյուրասիրեմ, հյուրասիրելու եմ իմ բալային, ընկերուհուս, սուրճի հետ, եսա համով կոֆե ենք խմելու, թեթև, նուրբ, ընտիր, հավեսովու համով, Այնտեղ Ալեքսը հավեսով իր համար շփվում եմ, ասի դուք ձեր համար շփվեք, ես էլ իմ համար սարքեմ, հավեսով կոֆե կխմենք, այսենց տաներ, Ես ինձ սիրում ես, ինչ լավն ես, Սիրում թխվել համով, հավեսով, եկեք սիրում էլ դասավորեմ, թեթև, նուրբ, նույնիսկ անձեռոցիկի վրա չեմ դնում, որովհետև բուսայուղը շատ քիչաքաշել, այս տարբերակը շատ լավ է աշխատում, են որ թխում ենք է շատ բուսայուղուց սենց, հիմա էլ տեմիչ, այսենց սիրուն համովություն, համեցեք, այստեղ արդեն թխվում են վերջին չափաբաժինները, սուրճ եմ դրել և ընկերուս հետ վայելելու ենք, սուրճը եփվեց, սա էլ մեր ալաթիները, սիրելի հետևորդներ ջան, խնդրեմ, փափուկ, լավ, ընտիր, այնպես որ ձեզ ասում եմ ստեսություն, կհանդիպենք հաջորդ համեղ բաղադրատոմսով, չմոռանամ ցույց տալ միջուկը, միանգամից այսպես տակ, նայեք, ընտիր, խոսքերն ավելորդ են, համի մասին էլ ասեմ, և վերջ, ընտիր, դե եթե ձեր կատալ երևաս ուրիշ բանամ, այս իմ ալադիները, Ես նկարում եմ, Համի ձենը տալստում դու չեմ, Այմ տունեկողները սենց կրակն են ընգնում, բայց թե սովորում են, եկեք, այս սենց կոֆե խմելու, համեցեք, փոխանակ ես կոֆե եփեմ, կողնա եփում, արի Ալեքս, նստի, հավանում ես Ալեքս, Հա, հավանում եմ, բարյախորջակ, մաշը, Այստեղ այսենց համեղ ձկնապուր եմ եփել, այս պարոնն էլ ար, անհամբեր, դուք եկեք ձեզ բարյախորջակ մեզ էր,